Ողջույն, 168 լայֆի եթերում կրկին տեսնելով անտեսանելին նախագիծն է։ Նախագիծ, որտեղ կոտրվում են բոլոր կարծրատիպերը, նախագիծ, որտեղ բացվում են մարդու կյանքի ամենամութ անկյուններում ծվարած գաղտնիքները։ Մեզ հետ մեր մշտական փորձագետ Անի Գրիգորյանն է, ով մերկացնելու է ողջ ճշմարտությունը ու խոսելու այն ամենի մասին, ինչը հաճախ մեր հայտնիները դժվարանում են խոսել կամ մտածել անգամ իրենց մտքում։ Բարի երեկո Անի։ Ողջույն ասած։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Էներգետիկ դաշտերն ինչ են հուշում այսօր, ինչ եթեր են ունենալու։ Յուրահատուկ եթեր են ունենալու, ինչպես միշտ յուրահատուկ բացահայտումներ, յուրահատուկ հաղորդում։ Առաջարկում եմ այս պահին այլևս չերկարացնենք ու գաղտնի հյուրից ինչ է մեզ անհրաժեշտ, որպեսզի Որևիցե իր, այդ կլինի մատանի, կլինի թևնոց, թող ուղարկի, որպեսզի հասկանամ ներկան, անցյալը, ապագան եւ իր ով լինելը։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ գաղտնի հյուրը գաղտնի սենյակում հետևում է մեր զրույցին, լսում մեզ ու այս պահին էլ խնդրելու եմ մեր ադմինիստրատիվ խմբին մեզ բերել գաղտնի հյուրի տրամադրած որևէ իր։ Շնորհակալություն, մենք ունենք զարդ։ Կարծես արծաթյա։ Որքանով ես հիշում եմ տարբեր նախագծերից դուք ոսկյա զարդեր եք սիրում Անի։ Ոչ թե ես եմ սիրում, այլ հյուրից ոսկյա զարդեր եմ վերցնում, այդ ոչ թե վերցնում չեմ տալիս, իհարկե բացահայտում եմ, այնպես չլինի մարդիկ մտածեն իրենց զարդը վերցնում եմ, բայց թող այս մատանին հետ տանեն, ինքը դժբախտ կին է, այս բաժանված կին է, մատանին թող հետ տանեն, քաղցր բերել է, թող քաղցր ուղարկի որևիցե բան։ Քաղցր պետք է ուտի։ Անպայման մի կտորը ուտի, մի կտորը ուղարկի ինձ։ Ինչպես տեսակ, հրաժարվեց փորձագետն աշխատել գեղեցիկ մատանու հետ։ Խնդրենք մեր գաղտնի հյուրին համտեսել իր իսկ վերած քաղցրից ու փոխանցել մեզ։ Ինչ պետք անեմ, պետք է այդ գծեմ տանեք։ Համեր սոված եմ։ Ուրթն ողում եմ։ Շնորհակալություն, ահա եւ քաղցրը Անի։ Փաստորեն հյուրը ինձ խաբում է, քաղցրը ինքը չի առել։ Կերելը ինքն է կերել, բայց ինքը չի առել բերե հանձամբ, բայց ոչինչ, դրա համար չեմ չղայնանա իր վրա, բայց հեսակ ուսումնասիրեմ։ Լավն էր։ Անի, ինչպես կարող ես տեսնել, թե ով է գնել այդ քաղցրը։ Դա իմ առավելությունն է, որ տարբերվում եմ սովորական մարդկանցից։ Հյուրը կին է։ Իհարկե տարիքը չեմ ասում, այնպես չի որ չեմ կարող ասեմ, բայց դե ինչի հնչացնենք մարդու տարիքը եթերում, այնքան ինքը երիտասարդ է երևում, ճիշտ է, այնպես չի որ պարավ կին է, շատ սիրունիկ լավ աղջիկ է, կին է ավելի ճիշտ, ինչպես ասեցի, դժբախտ կին է, չնայած կարող է հիմա խոսքիցս վիրավորվի, ինքը այն որ գիտես ոնց համ իր երեխու համար պապա է եղել, համ մամա է եղել, ինքը բաժանված կին է։ Բայց այնքան լավ աղջիկ է, այնքան բարոյական կերպար է այս աղջիկը։ Հենց հավանեցին, այս տպավորություն է, որ միտեղ հանդիպել եմ, ինչ եմ արել, չեմ կարող, քանի որ չունեմ, այսպես սերկիս տակիչ նկարել, չեմ կարող ստակ ասեմ հանդիպել եմ, չեմ հանդիպել, բայց այսպես հոգեհարազատ մարդ ոնց որ ինձ լինի, հասկանում ես, բարեկամս չի, այդ հաստատ է, բայց ինքը շատ տառապած անձնավորություն է, երբեք ցույց չի տվել, որ ինքը վատ է, ինքը չարչարվում է, ինքը նեղվում է, ինքը բաժանվել է ու գիտես ոնց ես չեմ ասում թե ինքը վատն է իր ամուսինը լավն է եղել։ Մի պահ էլ իր խելքի երեսից է բաժանվել, հասկանում ես, այն որ եթե իրան այսպես կողքից սաստեին, ասեին կարաս, կթիմանաս այս ամեն ինչին, այստեղ ավելի շատ իր ամուսնու մոր մատն է խառը, որ իր տունը քանդվել է։
քան ասենք, որ ասեմ ամուսնու, ու իրանք, որ այս աղջիկը բաժանվել է, իրանք արագի մեջ իրանք տղուն պսակել են, հասկանում ես։ Ինքը չնայած բաց է թողել ամուսնուն, այնպես չի որ ասեմ բաց չի թողել, բայց ես չեմ տեսնում, որ այս ամուսին կոչվածը օգնել է իրան երեխուն պահելու, ինստիտուտ ընդունելու, չգիտես ինչ, սաղ ինքն է ինքնուրույն արել։ Մի 10 տեղ, այն որ չեմ ուզում այսպես ասեմ, թող արտահայտությանս համար ինձ ների, հա, տես բզեզի պես, սենց մանր գործեր արել է, ինքը իր տունը պահել է։ Ես իրան անպարոյական վարքի տես չեմ տեսնում։ Ճիշտ է, կարող է շոու բիզնեսում բամբասկոդներ ասեն անպարոյական, ցփնված, բացարձակը տենց բան չտեսա։ Իրան չափից շատ նախանձողներ կար, չափից շատ։ Մի քիչ գիտես ինչ եղավ իմ մոտ։ Ոտքս ահավոր ցավեց այս հատվածում։ Ես առհասարակ չունեմ ոտքի ցավ։ Բայց այնպես տպավորություն է, որ այս հյուրի նախկինում ոտքի խնդիր է ունեցել, այրան խնդիր է ունեցել, այդ ոտքի խնդիրը չի կարա ունեցած չլինի, կարող է ինքը հիմի ուզենա հեշկի, թող հեշկի, բայց ես ոտքի ցավ չունեմ, հասկանում ես, բայց ոտքս ներկապահին ահավոր ցավում է։ Եղանակային պայմանները կարող են դրանք։ Չէ, իր մոտ բավականին լուրջ խնդիր է եղել, շատ լուրջ առողջական խնդիր, ոտքի այրան։ Ինքը մի հատ աղջիկ ունի, բայց պետք է ասեմ, որ այդ աղջիկը շատ խելացի աղջիկ է, էլի մոր նման լավ կերպար է, բայց էլի բաժանված է խեղճ երեխեն։ Բաժանված է ու մի հատ բալիկ ունի։ Դուք վստահ եք անի։ Ես 100% վստահ եմ ու համեն է տաղանդավոր, ես չգիտեմ, չեմ կարա ասեմ, երկում է, պարում է, մեր արտասանում է, վարում է, ինչ է անում, բայց այդ ոլորտում է, իսկ աղջիկը այն, որ համ ոնց որ կինոյի մեջ կա, համ վարում է, տենց խառն է ու շատ խելացի աղջիկ է իր աղջիկը, ինքը դաստիարակել է առանց պապայի այդ երեխուն, բայց շատ լավ է դաստիարակել, որտեվ ես այստեղ ցփնված, անպարոյական կին չեմ տեսնում, չէ, կան այսօր շատ հաճախ կանայք աղջիկներ, ովքեր թող ինձանից չնեղանան, որ բաժանված են կամ թեկուզ ամուսնացած չեն, գերադասում են ինչ որ մի հատ ամուսնացած տղամարդու հետ կապնվեն, հարուստ լինի, իրանց պահի, մոր ու աղջիկա պարագայում նման բան չկա, հասկանում ես, ես նման բան չեմ տեսնում, էլի եմ ասում, այս կինը չվիրավորվես, խնդրում եմ ասածս, ոնց որ բզեզ լինես, մինչև առեսօր էլ դու աշխատում ես, չնայած որ չաշխատես, քո աղջիկը քեզ կպահի, որտեվ այդքան լավ աղջիկ ունես։ Թորնիկ ունի, թորնուհի ավելի ճիշտ էլի սիրում պուջուրիկ կուկուի է, շատ լավ բալիկ է, պուջուրիկ, որ ասեցի, չասեցի 3-4 տարեկան, բայց շատ լավ ընտանիք են, բայց իր այս առողջական խնդիրը փառք Աստծո գլուխ չի բարձրացնելու էլ երբեք։ Կարող է ասենք պահի տակ այս ոտքի ցավը լինի, գնա բժիշկի իր թեղերը ստանա, բայց որ բուն ասեմ, ինքը հասկանում է, հասել է մինչև ընդཐུպ նրան, որ իրան հույս չեն տվել ապրելու։ Այդ ձևի ներկապահին ոտքը ցավում է, բայց ինքը որ աբաքինվել է, լավացել է, Աստծո կամոք է եղել։ Մի հատ շատ, այսպես ասեմ, հա, շատ կեղտոտ սուտ արդ երկրի հետ կապված եմ իրան տեսնում։ Օվկիանոսն են կոմ, հիմի թե Ամերիկան է, պետք է որ Ամերիկան լինի, բայց չասեմ այտենց, ինչ որ իբր ինքը սուդի գործեր է արել, այտենց օրենքի հետ լուրջ խնդիր է ունեցել, ընդཐུպ դադու դատարան ու իրանից լիքը շոու բիզնեսի ընկերներ, մարդիկ երես են թեկել, հասկանում ես, այսպես ցակուցերից են եղել, վախեցել են, որ իրա կողքը լինեն, իրա հետ ինչ որ նկար, լուսանկար հրապարակեն, կարող է իրանց էլ վատ լինի, բայց օրենքը աշտարացրել է այս աղջիկան, ոչ թե ինչ որ փողով կամ իրականությունը գործել է, որտեղ ինքը մեղավոր չէ, ու գիտես ինչն է հիմի ինձ հետաքրքիր, որ այդ խարտախները, այդ աֆերիստները, որոնք որ ժամանակին սուդի ընկերներ են խաղցե բարեկամ, այսօր նորից ուզում են ներխուժեն իր կյանք, հասկանում ես, որ իբր թե օգնեն, նորից իր հետ գործ անեն, եթե մարդը ի վիճակի է քեզ մի անգամ դավաճանի, վատ վիճակիդ կողքդ չլինի, ուրեմն այդ մարդու առջև պետք է բոլոր դռները փակես։ Հիմա իր կողքին են այդ մարդիկ։ Ուզում են անպայման, ուզում են ներողություն են խնդրում, ուզում են առաջարկ են անում, որ նորից իրար հետ գործ անեն։ Ես
իրան խորհուրդ եմ տալիս, որ չհամաձայնվի։ Եթե անկախ ամեն ինչից, հա, միգուցե իրանց պատճառը ունեն, որ ասեն, գիտես, վախեցել ենք մենք էլ օրենքից, հասկանում ես, երբ որ ընկերդ մաքուր է, իր կյանքը սպիտակ թղթի վրա է կնում, ինչ կան էլ սևացնեն, այդ նույն օրենքը կպարզի, որ այդ մաքուր է։ Ասենք պետք չի էլի, որ մարդը նեղ վիճակում է, իրանք հարկոզ են հալածեն, իբր թե օրենքից են վախենում։ Հիմի նորից մարդը լավ վիճակում է, ինչ եք ներխուժում իր կյանք։ Իր կյանքում հիմի ներկապահին տղամարդ կա, ով իրան շատ սիրում է, բայց ես չեմ տեսնում, որ ինքը պետք է ամուսնանա, որտեղ իր համար այդ թեման արդեն փակ թեմա է, հասկանում ես։ Ինքը չի պատրաստվում, որ ես սուտ խոսեմ, ասեմ վաղը մյուս օր կամուսնանա, չէ, այս տղամարդը իրեն շատ է սիրում, կուզի ինքը հեշտի, կուզի չասի այդ իր խնդիրն է, բայց իրեն շատ մեծ վերելքներ ու հաջողություններ է սպասվում ապագայում։ Ես շատ հավանեցի, շատ սիրեցի իր մարդ տեսակը, որովհետև ոնց կա տենց է, բամպասկոտ, կեղծավոր, սդախոս, նման մարդ ես իրան չտեսա։ Մենակ շատ ցավ ապրեցի, որ ունի առողջական խնդիր, բայց փառք Աստծո, որ վերականգնվել է, որտեղ ես իր կյանքը կարճ չեմ տեսնում։ Մենակ պետք է ասեմ, որ անպայման այդ ոտքին հետևի, ժամանակ առ ժամանակ այդ իր բուժումները, տեղերը անպայման ինքը ընդունի, անի ու այն ընկերները, ովքեր իրեն ժամանակին դավաճանել են, իբր թե վախեցել են, թող դրանց առջև փակի դուռը։ Նրա կյանքում նոր փոփոխություններ ասեցի 2026 թվականին պետք է լինի գործնական առումով, դե անձնական արդեն իր կյանքում անձնական կա, անձնականն էլ է շատ լավ լինելու, գործնականն էլ ու ինքը հա այնքան լավ մամա է, ինքը ժամանակին նախ շատ երիտասարդ է եղել, որ բաժանվել է, չի ընտանիք կազմել, որ հանգարց երկրորդ բալիկ չլինի, խորտություն չլինի երեխու հետ, ուրիշ տղամարդ իր երեխուն չնեղացնի, ինքը կարար ընտանիք կազմեր, գիտեք, որովհետև թե արտաքին տվյալները ու այնքան դուրս եկավ ինքը, որ ոչ իր դեմքի վրա, ոչ մարմնի վրա, ոչ մի այսպես չէ, մոդա է հիմի, որ անում են, տենց ավելորդ բաներ չի արել։ Ավանդապաշտ լավ կին է, լավ աղջիկ է, շատ մեծ վերելքներ է սպասվում իրան, ընդհուպ եվրոպական երկրների հետ կապված։ Անձնական կյանքի մասին խոսելով, Այո։ Նրա կյանքում տղամարդիկ շատ են եղել։ Բամպասան կա, ես նման բան չտեսա, շատ տղամարդիկ ունեցող կինը, այսպես պարկեշտ ու հարիշ չէր լինի։ Հա, բնական է, երբ որ այն որ ասում է կատվի քթին, որ միսը չի հասնում, ասում է փուֆ հոտածա, հիմի իրա պարագայում է, ես իրան ոչ լիքը սիրածներ տեսա, ոչ, այս մարդը 24 ժամ աշխատել է, որ իր երեխեն բարձրագույն կրթություն ստանա, տվել է ուսումի, տվել է մեծ ամեն ինչի հասցրել է իր աղջիկան։ Ու այսօր նույն ձևի աշխատում է իր աղջիկա կյանքում էլ ես սիրեկանների քանակ չեմ տեսնում, չեմ կարող սուտ խոսեմ։ Էլի են որ սենց աշխատանք, այդ վիճակն է, հետո իրանց մոտ մի հատ կարկախոս կա, որ այդ ինչ տղամարդ պետք է լինի, որ այնքան ուժեղ լինի, որ կարենա իրենց պահի ոչ թե ֆինանսապես, այլ եթե կինը որոշակի չափով գումար է աշխատում, նման կանայք դժվար են հասկանում ես ընդելանում, իրանք սովորեն, որ պետք է վաստակեն, իրանք սովոր չեն, որ պետք է 1000 անգամ կներեք, իրանց հետ տեղաշոր կիսեն, 2 կոպեկ փող գցեն, գնան։ Իրանք այդ կանանց դասին են պաշտպանում։ Լավն են, ինքն էլ աղջիկն էլ ես իրանց իրոք հավանեցի ու շատ մեծ վերելքներ է սպասվում իրան, շատ մեծ փառք ու վերելքներ է սպասվում։ Աղջիկը այս պահին տարածվում է, եկել է մեր հյուրի հետ։ Ես չեմ տեսնում ներկապահին, չեմ կարող սուտ խոսեմ։ Ու հյուրը նենց տպավորություն է, որ ինչ որ լավ տեղից է եկել, ինչ որ այսպես չգիտեմ, ասեմ, ինչ որ մրցանակաբաշխություն, ինչ որ բանի է գնացել, մասնակցել, ստացել, եկել, այտենց լավ տեղից է եկել, հասկանում ես։ Իրանը տենց եմ տեսնում։ Եթե չունեք ավելացնելու բան այլևս, հրավիրենք հյուրին։ Հրավիրում ենք մեր գաղտնի հյուրին, ով այս ողջ ընթացքում լսում ու մեկնաբանում էր Անիի խոսքերը։ Հրավիրենք տաղավար ու զրուցենք նաև արդեն երեքով։ Դուք ինչ սկսել եք, ես լացում եմ։ Խի ցավը տանեմ։
Սիրտս գիտես ինչ օրոք։ Մենք այստեղ տեղեկացված չենք, որ գաղտնի սենյակում մեր հյուրը բույզերի որդին է ունեցել, ձին ողջին։ Ողջույն։ Այս պահին բավականաչափ հուզված ես։ Հա, սկզբից մինչև վերջ լացել եմ։ Մինչև վերջ։ Ո՞րն է խնդիրը։ Ճիշտ ես երբ որ Անին ինձ մոտ տաղավար հրավիրել էի, ինքը հենց սկզբում հասկացի եմ նկատել էր, որ ես երբևիցե չեմ գնում են մարդկանց մոտ, ովքեր որ իմ ապագան գուշակում են։ Երբևիցե չեմ եղել։ Են որ ասում են մոմ թափող բան, մի անգամ տենց վախի թեմայով են էլ դա էլ չեն արել։ Ու դու ինքդ գիտես, որ ես այս թեմայից շատ վախենում եմ։ Ես ոչ թե վախենում եմ, որ ինչ որ մի բան պետք է ասվի, պետք է լավ, տենց մարդիկ չգան ընդհանրապես եթեր, այլ վախենում եմ, որ մի բան ասվի ու ես ֆիքսվեմ։ Ոնց որ դու ինձ մոտ տաղավար մասիր ձին 2026-ին, քեզ հիմա էլ դու ասացիր դա։ Եվրոպայում քեզ սպասվում են նոր նախագծեր, վերելքներ։ Ես ֆիքսվել եմ այդ օրվանից այդ տեքստի վրա, այսինքն լավի վրա, հասկանում ես։ Բայց ես այդ լավը տեսել եմ, այնպես չի որ այդ իմ ցանկությունն է եղել։ Ես տեսնում եմ, հասկանում եմ։ Նույն տեքստը ինքը հենց նոր էլի ասեց դա։ Բաժանությունից սկսած ամուսնուս շուտ ամուսնացնելուց ոտքի եւ արյան խնդիրը երկու ոտքերս վիրատված է գիտես։ Ստաբիլ հետևողական իմ երկու ումբերը վիրատված է արդեն գիտեք։ Արյան խնդիր ունեցել եմ բաժանությունից հետո անմիջապես, որ ինձ շատ քիչ կյանք էին տվել, ոնց որ ասեց Անին։ Աղջիկս, թորս, աղջիկս մասին, որ նորից իմ նման աշխատում է ու բաժանված է, որը որ ես չունեմ մի կետ, որ Անին երևի թե, որ ասեմ, այս մեկը մի քիչ հեռու է։ Ես կներեք չասեցի, ձեր աղջիկան բախտ ու սեր է սպասվում, ինքը անպայման ընտանիք է կազմելու ու անպայման նորից Եվրոպայի ճանապարհ է բռնելու։ Այդ Ձինարկողն ընտանիքով արտագաղթում է գալիս։ Չէ, երբեք։ Չէ, գնալ գալ կլինի, բայց աղջիկը հիմնականում ընտանիք է կազմելու ու լավ ընտանիք, շատ լավ ընտանիք։ Ամենամեծ ու դառի իմ համար են տեքստներ, այդ գործը, որ ինձանից երես են թեքել շատերը։ Այդ դրանից ենքում էլ տեքստ երևի ինձ չարժեր լսել։ Այն մարդը, ով քեզանից երես է թեկել ու հիմի շողոքորտում է, որ նորից ջան ասի, ըստ ինձ ցինջան պետք չի իրան ընդունել։ Եթե Կա այդպիսի բան, ձին հիմա ուզում եմ քեզ հետ։ Լիքը։ Մեկը չի, երկուսը չի։ Թողել ես մոտ։ Չէ, մոտ չեմ թողել, բայց բարի է, ներում է, ինքը ներում է, բարի է։ ընկերություն տենց չեմ անում, բայց բարիշել եմ, իսկապես այդ չեմ կարող խափեմ, բարիշացնում են ավելի շուտ։ Տենց շատ էլ, այդ էլ թողնենք։ Այնտեղ մի տեքստ էլ կար, այդ տղամարդը երևի թե պետքա մոտենա դեռ չի մոտեցել, բայց Կմոտենա շուտով։ այդ ինքը լսի ուրեմն։ Արագացրու շուտ արա։ Ես չունեմ մի հատ տեքստ, դու գիտես, ես ոնց էի վախենում։ Սիրտս նենց բարձր էր աշխատում, նենց բարձր աշխատում, մանավանդ, որ դու մի հատ է տեքստ ասեցիր, որ մեր ու աղջկա համար մի տեքստ գոյություն ունի։ Իրանցից ուժեղ տղամարդ կա, որ իրանց կարանա պահի, տենց մի տեքստ էլ ասեց, և ամենավատ տեքստը, որ խեղտվում էի, այս տես արդյունքս չեմ կարող բացատրեմ, ու նենց սիրտս արագ էր աշխատում, որ ես այդ ձենը, որ լսում են երդվում եմ ամենագեղցությամբ, երբ ասեցիր, որ Ցինան չի ամուսնացել, որ խորթություն չունենա իր երեխան, դրանից ենքում էլ թեման փակա։ Այսօր քիչ կանայք են, գիտեք, այտենց վարվում, նույնիսկ ես չեմ ուզում օրինակ բերեմ, մարդիկ իրանց երեխեքին թաղում են, վիշտը չսկած ընտանիք են կազմում, բայց այս մարդը երիտասարդ 19-20 տարեկան լիքը շատ ուզողներ, որ ընտանիք կազմեն, չի կազմել ու այնքան
գիտես ինչը շատ դուրս եկավ, որ իր աղջիկը այդ գնահատում է։ Այդ ինձ այնքան դուր եկավ, որ այսօր այդպես դաստիարակված աղջիկ քիչ կա, հասկանում ես, 30 տարեկան աղջիկ ու տենց խելացի կիրթ, հա, խելացի կիրթ աղջիկ ու իր մամային գնահատող, ես չգիտեմ, ասենք, կան չէ աղջիկներ, որ պարամեղադրեն, ասեն, բա հորս հետ մնա, այս չգիտես ինչ, բայց ինքը, ասենք, իր մամայի յուրաքանչյուր տանջանքը գնահատում է։ Ձին ես լալ կվել եմ, որովհետև 17 տարիներ քեզ ճանաչում, քեզ այսպես չեմ տեսել։ Հո ես էլ սենց չեմ եղել։ Ես չի մտածում, որ տենց առաջին նախադասությունից կխեղտվեմ այդ արցունքներս ու Աստված էի կանչում, ասում եմ մենակ չփոշմանեմ, որ եկել եմ ստեղ։ Իմի փոշմանել ես։ Հիմա երևի թե ինձ նայողները, չգիտեմ, հստակ գիտեն, որ ես լավատես եմ, բայց այդ պայծառատեսություն, բան իմ համար այդ մի քիչ խորթ է։ Դու ինձ լավ գիտես, ես այդ առումով գիտես, եթերում ես հասկացել։ Անին, որ ինձ մոտ աղավամ էր, ես նաև կատակում էի, ասում էի Անհելը, դե ճիշտն ասա, հաղորդավարներից ով է եկել քեզ մոտ, ասել է ես ուզում եմ Ձինայի տեղը լինեմ։ Հասկանում ես, ես այդտենց լուրջ չեմ վերաբերվում, բայց դե ու գիտեք Ձինայի մեջ ինչը ինձ զարմացրեց, ես որ եթեր գնացի, դե լինում է չէ հաղորդավարներ, որը սենց կաշտկանդված, իրանց հարցերով բան, Ձինան նենց վերաբերվեց, ասում ես Կարմիր ես ինչ կան այսօր քեզ սազի, ես ինչ կան այս սիրունացե բան, նենց սենց տնավարի, որ ես էլ ինձ իրոք ու մենք առաջին անգամ էինք հանդիպում։ Ու առաջին անգամ էինք իրար։ Սա էլ երկրորդ։ Այնպես չի որ ասենք առօրյայում շփվում տեսնում ենք իրար, այդպեսի բան չկա, բայց ասենց իր այդ մարդ տեսակը, որ ասենց ջան չկար, լավ, էլի, կարար չէ իր սցենարը կարտար, Անին հաջողություն, Ձինային հաջողություն, բայց այնպես, բա ես շորա, ես ինչ կան լավ ասած եմ գիտ բան։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, որ եկել ես Ձին, ապրես որ կաս, թող Աստված քեզ ու բարիկին, թորնիկին օրհնի, չեմ էլ ուզում ասեմ թորնիկ, որտեվ քեզանից ինչ տատիկ, սենց սիրուն ջահել տատիկ։ Շնորհակալ եմ։ Ուիզերը մի կողմ թողնելով ինչ հարց ունես անի ինձ։ Ոչ մի, իմ մնացած հարցերը կներեք եթերից դուրս ալինելու։ Ես եթերային հարց չունեմ։ Ոչ էլ փաստեր ասեցի, չեմ կարող ոչ մի բան ասել, մնացածը թողեք հանգստանամ, կամերաները անջատվի, մի հատ շփվեմ։ Կարելի է։ Կարելի է, շնորհակալություն քեզ։ Քեզ էլ Քո շնորհակալ եմ։ համարձակության համար, որ եկար, հաճախ մենք տեսնում ենք մեր շատ գործընկերներ խուսափում են։ Չէ, ես միայն վախում եմ, երբ որ ասում են զգուշեղի, քո հետ մի բան լինելու է, դու արդեն ֆիքսվում ես դրան։ Ու եթե չհավատաս է, բայց ֆիքսվում ես։ Ինձ մի բան էր ասել եթերում, դա ես դրա վրա էի ֆիքսվել, հասկացար, ու նորից կրկնվեց այդ տեքստը։ Մաղարի ջան։ Հա։ Հա, Դե ինձ էլ չմոռանա։ երբեք։ Հիշեցնեմ, որ տեսնելով անտեսանելի տաղավարում այս երեկո Ձինա Հակոբովնան էր, մեր մշտական փորձագետ լավագույն պայծառատես Անի Գրիգորյանի ցնցող մեկնաբանությունների ներքո տեսնում եք խեղճ աղջիկը ոնց անմախկատում։ Կյանքում եք տեսել sense լացակումած Ձինա Հակոբովնա։ Շարունակեք մնալ մեր եթերում, կհանդիպենք շատ շուտով։